Բարի գալուստ, մեր ալիք, ողջունում ենք ձեզ մեր ալիքում և առաջարկում բաժանորդագրվել ու լսել մեր կողմից պատրաստված այս հետաքրքիր պատմությունը, իսկ պատմության ավարտին չմոռանաք գրել ձեր կարծիքները։ Դպրոցում կար մի տղա Նարեկ անունով, նա երբեք նոր հագուստ չէր կրում, պայուսակը տարիներ առաջվա էր, մազերը միշտ խառը և հայացքում կար մի տեսակ մշտական հոգնածություն։ Նա ապրում էր մոր ու փոքր քրոջ հետ, հայրը վաղուց լքել էր նրանց։ Մայրն էլ օրերով աշխատում էր, մաքրուհի էր, որ կարողանար 2 երեխա պահել։ Անին միշտ բարի էր, բայց քիչ խոսող։ Նարեկին նկատեց ու երբ կանգնած էր դպրոցի բակում, ձեռքում սառած հացաբլիթ։ Նա սոված էր, բայց չէր ուտում, որովհետև տխուր էր։ Նա մոտեցավ ու հարցրեց. «Ինչու չես ուտում»։ Նարեկը մի պահ նայեց նրան ու ժպտաց. «Թույլ մի տուր, որ քեզ տեսնեն ինձ հետ»։ «Որովհետև քեզ կծաղրեն», ասաց Նարեկը։ Այդ պահը ճակատագրական էր, քանի որ Անիի ընկերուհիները Արփինեն, Մարիամն ու Էլենը հեռվից տեսան ու ուղղակի ծիծաղեցին Նարեկի ու Անիի վրա։ «Տեսաք, Անին սիրահարվել ա խեղճ տղուն»։ Բայց Անին ոչինչ չասաց, պարզապես շարունակեց մոտենալ Նարեկին ամեն օր մի փոքր զրույցով, մի բաժակ թեյով, մի կիսատ գրքով։ Դասատուներն էլ էին զարմանում, Նարեկը սկսել էր լավ սովորել։ Նա հետաքրքրվում էր գրականությամբ, սկսեց բանաստեղծություններ գրել։ Անին երբեք չի մոռանա այն օրը, երբ Նարեկը գրեց մի բանաստեղծություն, որտեղ վերջին տողը նրան էր նվիրված։ Ինձ հիշեց մի հայացք պարզ, որ թաքուն սեր էր ու հավատ անսահման։ Բայց դպրոցն ավարտվեց, նրանք գնացին իրենց ուղղություններով։ Անին համալսարան, Նարեկն աշխատանքի, նա օրերով աշխատում էր բեռնակիր, պահակ, հետո հավաքարար, բայց գիշերները սովորում էր համացանցով գրադարանում։ Վերջիվերջո ընդունվեց համալսարան։ Անցան տարիներ։ Անին ստացավ մի հրավեր հասարակական միջոցառման, որտեղ պիտի ելույթ ունենար երիտասարդ ձեռնարկատեր, նոր տեխնոլոգիական ընկերության հիմնադիր Նարեկ Սահակյանը։ Նա չէր հավատում աչքերին։ Երբ Նարեկը բարձրացավ բեմ, սկսեց խոսել իր կյանքի մասին։ Հիշեց, թե ինչպես դպրոցում մի աղջիկ հավատաց իրեն։ «Եթե ես հասա այստեղ, դա շնորհիվ նրա է, ով չծիծաղեց ինձ վրա, երբ ուրիշները քմծիծաղ էին տալիս։ Նա գիտի ով է»։ Անին չգիտեր ինչ զգալ՝ հպարտություն, սեր, հիացմունք, բայց երբ միջոցառման ավարտին նա մոտեցավ Անիին, պարզապես ասաց. «Ես դեռ հիշում եմ, ինչպես էիր կանգնած կողքս, երբ մնացածը փախչում էին»։ Անիի սիրտը արագ էր բաբախում, Նարեկը փոխվել էր ոչ միայն արտաքինով, այլ նաև էներգիայով։ Նրա հայացքում արդեն ուրիշ մի կայծ կար, ինքնավստահություն, որը ծնվել էր ոչ թե հպարտությունից, այլ անցած ցավերից։ Երբ միջոցառումն ավարտվեց, մարդիկ հերթ էին կանգնում նրա հետ լուսանկարվելու, բայց Նարեկը հայացքով փնտրում էր մեկին։ Երբ աչքերը հանդիպեցին Անիի հայացքին, կամաց մոտեցավ։ «Քեզ միշտ պատկերացրել էի այս պահին», ասաց նա մի քիչ ամաչելով։ Անին ժպտաց. «Ես քեզ երբեք չեմ մոռացել»։ Նրանք քայլեցին քաղաքի փողոցներով, հիշեցին անցյալը, խոսեցին ներկայի մասին։ Նարեկն անկեղծ խոստովանեց, որ ժամանակին ինքը մտածում էր Անիի նման աղջիկը երբեք չի մնա իր կողքին։ «Բայց դու չես հեռացել, երբ մնացածը դա արեցին», ասաց նա։ «Այդ մի փոքրիկ բարևը քեզ սովորական թվաց, բայց իմ կյանքը փոխեց»։ Անին լուռ լսում էր։ Նա տեսնում էր իր առջև այն տղան է, որին երբեք չէր խղճացել, այլ միշտ հարգել էր։ «Իսկ հիմա», հարցրեց նա, «ինչ ես ուզում անել»։ Նարեկը մի պահ լռեց։ «Հիմա ուզում եմ ետ բերել այն ամենը, ինչ երբևէ չհասցրի ասել քեզ, ու ցույց տալ, որ ես պատրաստ եմ կողքիդ լինելու ոչ որպես նախկին խղճուկ տղա, այլ որպես մեկը, ով քեզ արժանի է»։ Անին ժպտաց. «Ես քեզ հենց դրա համար էլ սիրեցի»։ Հաջորդ ամիսներին նրանք հաճախ էին երևում միասին, զբոսնում էին, խոսում մինչ ուշ գիշեր։ Սկզբում շրջապատը կրկին շշուկներով էր խոսում նրանց մասին, հատկապես Անիի նախկին ընկերուհիները, բայց այս անգամ ոչ ոք նրանց չէր կարող կանգնեցնել։ Տարիներ անց Նարեկի գրասենյակի պատին կար մի լուսանկար,
փոքրիկ, մաշված հագուստով տղա և դպրոցական աղջիկ, ձեռք ձեռքի տված, իսկ նկարի տակ գրված էր. «Բոլոր մեծ պատմությունները սկսվում են այն պահից, երբ մեկը չի ծիծաղում, այլ կանգնում է կողքիդ»։ Նարեկի և Անիի սերը գնալով խորանում էր, սակայն կյանքը, ինչպես միշտ, նոր փորձություններ էր պատրաստում։ Մի օր Անիին զանգեց նախկին ընկերուհիներից մեկը՝ Լիլիթը, նա այն նույն աղջիկներից էր, ով տարիներ առաջ ծիծաղել էր Նարեկի վրա ու հետո տարիներով չէին լսել նրա մասին։ «Անի ջան, կներես, որ քեզ անհանգստացնում եմ, ուղղակի ուզում էի հանդիպել քեզ հետ, մի բան կա, որ պետք է իմանաս», ասաց նա մեղմ ձայնով։ Հաջորդ օրը նրանք հանդիպեցին սրճարանում։ Լիլիթը փոխված էր թվում հագուստով, ժեստերով, բայց աչքերը նույնն էին։ «Ես վերջին ամիսներին Նարեկի հետ եմ աշխատում մի նախագծի վրա և ուզում եմ, որ դու իմանաս, նա հաճախ է ուշ գիշերները մնում գրասենյակում, մենակ չէ»։ Անին քարացավ։ Նրա ներսում մի պահ սկսեց կասկած ծնվել, բայց նա հիշեց Նարեկի աչքերը, այն աչքերը, որոնցից միայն ճշմարտությունն էր տեսել։ «Լիլիթ», պատասխանեց նա հանգիստ, «եթե ուզում ես կոտրել ինչ-որ բան, գոնե համոզված եղիր, որ դա արդեն ճաք ունի»։ Նույն գիշերը Նարեկը և Անին հանդիպեցին։ Անին նստեց նրա դիմաց, նայեց աչքերի մեջ։ «Մի բան պետք է իմանամ, անկեղծ»։ Լիլիթն ասաց, «Դուք հաճախ եք գնում գրասենյակ ու միասին եք լինում»։ Նարեկը խորը շունչ քաշեց ու ժպտաց. «Այո, բայց գիտես ինչի համար։ Նա ինձ խնդրել էր օգնել նրան իր ընկերոջ համար երգ գրել։ Քեզ չէի ասում, որովհետև անակնկալ էի պատրաստում։ Քո սիրած երաժշտությամբ, քո սիրած բառերով, դա քեզ համար էր»։ Նարեկը թղթապանակից հանեց մի էջ երգի խոսքերով. «Վերնագիրն էր այն օրը, երբ դու չծիծաղեցիր»։ Անին չկարողացավ զսպել արցունքները։ Լիլիթը փորձել էր խանգարել, բայց սերը, երբ ազնիվ է, հաղթում է ամեն փորձություն։ Մի քանի շաբաթ անց Նարեկի հաջորդ ելույթին դահլիճը լիքն էր։ Նա բոլոր հյուրերի առաջ ասաց, որ չի մոռացել այն օրը, երբ Անին չծիծաղեց իր վրա, ու գեղեցիկ ամուսնության առաջարկություն արեց Անիին։ Անիի ու Նարեկի ամուսնությունից մեկ տարի անց նրանք որոշեցին գնալ իրենց առաջին մեծ ճանապարհորդությանը դեպի Իտալիա։ Անիի մանկության երազանքն էր տեսնել Վենետիկը։ Նարեկն էլ պատրաստ էր ամեն ինչի նրան երջանկացնելու համար։ Նավակով շրջում էին նեղ ջրանցքներով։ Անիի գլուխը հանգիստ հենված էր Նարեկի ուսին։ Այդ պահին թվում էր աշխարհում ոչինչ չկար, միայն իրենց սերը, ջրի մեղմ շշունը և հեռավոր իտալական մեղեդին։ Բայց հենց այդ անուշ պահերին Նարեկը վերցրեց մի ծրար ու տվեց Անիին։ «Սա մի բան է, որ երկար ժամանակ պահել եմ ինձ մոտ, բայց հիմա ժամանակն է»։ Անին զգուշությամբ բացեց ծրարը։ Մեջը հին լուսանկար էր փոքրիկ տղայի, որին դժվարությամբ կարելի էր ճանաչել։ Բայց լուսանկարի հետևում գրված էր. «Իմ որդուն, եթե մի օր հանդիպենք»։ Անին շփոթվեց. «Նարեկ, սա ի՞նչ է նշանակում»։ Նարեկը խորը շունչ քաշեց. «Անի, մինչև քեզ ճանաչելը ես ունեցել եմ մի ուրիշ պատմություն։ Մի ժամանակ Մոսկվայում էի ապրում, երիտասարդ էի ու մի աղջկա շատ էի սիրում, բայց կյանքը բաժանեց մեզ։ Երբ վերադարձա Հայաստան, իմացա, որ նա որդի է ունեցել, բայց նրա ընտանիքն ամեն ինչ արել է, որ ինձանից թաքցնի։ Սա միակ բանն էր, որ նա հասցրել էր ուղարկել ինձ մինչև անհետանալը»։ Անին մի պահ լռեց։ Նրա ներսում ամեն բան խառնվել էր, բայց հետո նայեց Նարեկի աչքերին ու ասաց. «Մենք կգտնենք նրան»։ Երբ վերադարձան Հայաստան, սկսեցին որոնումներն ու ամեն ինչ տեղի ունեցավ նրանց սիրո նոր փուլ էր ու ապացույց, որ նրանք իսկապես սիրում են։